Ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ նախաքննության ավարտ է հայտարարվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու, ինչպես նաև շախմատ գիտահետազոտական ինստիտուտ հիմնարկի տնօրեն Սմբատ Դպուտյանի դեմ հարուցված քրեական գործով մեզ հայտնի դարձավ, որ դատարանում այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Նշենք, որ Մարիա Իսպիրյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2022 թվականի հունվարի 4-ից մինչ օրս զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, տեղեկացված լինելով, որ 2022 թվականի հունվարի 14-ին իր որդու Արմեն Ավետիսյանի կողմից ՀԿԳՄՍ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամի շախմատ գիտահետազոտական ինստիտուտ հիմնարկում որպես մասնագետ աշխատանքի ընդունվելու, սակայն աշխատանքի չհաճախելու եւ աշխատավարձ ստանալու մասին որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչի արդյունքում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 5.336.916 դրամ գույքային վնաս։ Գործը դատարանում է, տեսնենք ինչ է սպասվում պրոռեկտորին։